Բարև ձեզ, այսօր ևս անդրադառնալու ենք Հայաստանի ներքաղաքական վերջին սրացումներին, որոնք գնալով ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում։ Հիշեցնեմ վերջին օրերի իրադարձությունների տիպաշարը, նախ մամուլում հայտնվեց տեղեկություն ընդդիմության կողմից նախապատրաստվող հեղաշրջման պլանի մասին, այնուհետև հաղորդագրությամբ հանդես եկավ Հայաստանի քննչական կոմիտեն, դրան հաջորդեցին ձերբակալություններ եւ կալանավորումներ, այդ թվում նաեւ ընդդիմության այդ շրջանակի հոգեվոր առաջնորդի ձերբակալում եւ կալանավորում։ Նախորդային վարչապետը կառավարության նիստում հաղորդեց պետության անվտանգության նկատմամբ նախապատրաստվող հանցագործության բացահայտման մասին, իսկ այսօր իրավապահ մարմինները նախ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի հոգևոր թեմում էին, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ինչ է կատարվում Հայաստանում, ուր են տանում այս զարգացումները։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ինչ է կատարվում Հայաստանում, ինչ գնահատական կարելի է տալ, որքանով են ըստ ձեզ հիմնավորված այս գործողությունները երկու կողմից էլ, մի կողմից իշխանություն, իշխանության ներկայացուցիչներ, ուժային կառույցներ, մյուս կողմից եկեղեցի, բարձրաստիճան սպասավորներ, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես իրականում ձեր ձևակերպման հետ թույլ տվեք ձեր թույլտվությամբ չհամաձայնվել, չկա իշխանություն եւ եկեղեցի հակասություն, կա իշխանություն ինչ որ առումով այնքանով որքանով որ հարցը բարձրաձայնողները իշխանության ներկայացուցիչներն են, բայց ավելի շատ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ եկեղեցու պոռնկաբարով վարքագծով աչքի ընկնող եւ քաղաքականության մեջ խառնված որոշ հոգեվորականներ հակասություն եւ այս հակասությունը պետքա իրավական դաշտում կարծում եմ լուծում ստանա առաջին հերթին, հատկապես վերջին շրջանի բացահայտումներից հետո, երբ որ ինքնասառեցված տեր կոչվածը Կտրիչ Ներսիսյանի կողմից օրհնված Հայաստանի Հանրապետությունում պատերի տակ մարդկանց գյուլելու ինչ որ տեսարաններ էր բեմադրում, այ դրանից հետո այս մարդիկ պետության համը իրանց բերանում կզգան ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, հոգևորականները պղծված, պոռնկաբարո կյանքով աչքի ընկնող հոգևորականները թևերը քշտել, մտել են քաղաքականություն ու ստանում են իրենց պատասխանը։ Ինչի մասին էին այդ ձայնագրությունները, որոնց մի փոքր դրվագի անդրադարձում։ Ինչի մասին էին Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում իրականացնելու, նոր հոկտեմբերի 27 ըստ երևույթին պլանավորելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գնդակահարելու, էշերին իրենց առաջ գցելու, ինչպես իրենք են ասում իրենց կողմնակիցներին, իսկ մնացած խորը անասուններին հազար ներողություն սիրելի հայրենակիցներ էլի իրենց բնորոշումն արթնացնելու։ Ահա թե ինչ էին նրանք ուզում։ Իշխանության ուժային կառույցների գործողությունների հետ հաշտեք։ Ուժային կառույցների գործողությունների հետ այնքանով հաշտ չեմ, որ Միքայել Աճապահյանի նման ստահակը դեռ վաղուց պետք է։ Նա ստահակը այն քաղաքացին անկախ վեղարից վզին գցած խաչի ու դրա ցեպի հաստությունից ինքը այն քաղաքացին ով որ Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջումներ առավել եւս պատերազմի օրերին կպլանավորի կամ կոչ կանի որ իրականացնեն նա ստահակը առավել եւս իր գործընկեր Վազգեն Գալստանյանը մի ստահակ դուրս պրծուկել նայա որ Հայաստանի Հանրապետություն ներողություն պարոն Կիրոկոսյան թույլ տվեք խոսեմ Հայաստանի Հանրապետություն իմ հայրենակիցների արյունը տենչացող հոգեվորականը վեղարով հոգևորականը քաղաքացին, ով որ արյունա տենչում, մարդկանց գյուլելու տեսարաններ է բեմադրում, ստահակը մեղմ է ասված։ Եթերային ուղղակի բառապաշարը ինձ թույլ չի տալիս, որպեսզի 17 հարկանի հայոյանքներով ողողեմ նրանց եւ նրանց շրջապատին։ Այսինքն ճիշտ է, սա իրավական հարթության առնչվող հարց գուցե կարող է դիտվել, բայց համարում եք, որ այդ հայտարարությունները, այդ հրապարակումները պլան, չգիտեմ, ձայնագրություն, ինչպես դուք եք ասում, հեղաշրջման գործ բավարար հիմքեր էին նման գործողություններ ծավալելու համար։ Ես եթե հիմա ձեր տաղավարից նմանատիպ շատ մոտիկ կամ մոտիկից էլ մի փոքր հեռու անգամ հայտարարություն անեմ, կարող է այնպես ստացվի, որ անգամ այս մեր տեսաձայնագրությունը դեռևս չհրապարակված ինձ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները բերման ենթարկեն։ Իսկ իրենց թվում էր, որ վեղարի տակ պահկվելով, խաչը պարանոցին գցելով, հայ առաքելական եկեղեցու դիրքերից հանդես գալով իրանց պետքա դա թույլ տրվի։ Ես ասում եմ, ուժային մարմինների գործողությունները անհամարժեք են։ Ես շատ ավելի բիրտ եւ անհամարժեք հակազդեցության կողմնակից եմ։
Ու ես կարծում եմ, որ ուժային մարմինները ոչ թե պիտի սահմանափակվեն Միքայել Աճապահյանով եւ Վազգեն Գալստանյանով ու նրանց ոհմակով, այլ այդ ուժային կառույցների գործողությունները պետք է հասնեն Կտրիչ Ներսիսյանին։ Մարդ, ով որ օրհնել է մեր հայրենակիցներին պատերի տակ գյուլելու ծրագիրը, իսկ Կտրիչ Ներսիսյանը Գարեգին Բեի այդ բանի տակ թաքնված վեհափառ հայրապետի քողի տակ թաքնված գավազանը ձեռքին օրհնել է Վազգեն Գալստանյանի այդ շարժումը։ Ես գիտեք, անկեղծ եմ ասում, ոչ մի բանական մարդու ուղեղի մեջ սա չի տեղավորվում։ Ամենայն անկեղծությամբ սպասում էի, որ Վազգեն Գալստանյանի հայտնի ձայնագրությունը հրապարակելուց հետո, դատարանում Վազգեն Գալստանյանի ընդունելուց հետո, որ դա որ իր ձայնն է եւ ձայնագրությունը եւ ինքը այդպիսի արտահայտություններ արել է, դրանից հետո ես լիահույս էի, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այն իզոլացված առողջ հոգևորականները, որ կան նրանց շարքերում, առաջ կգան ու կասեն Կտրիչ, խելքի արի ու սա անթույլատրելի է ու կփիլոնազրկեին Վազգեն Գալստանյանին, կփիլոնազրկեին Աճապահյանին։ Փոխարենը ինչ տեսանք։ Մայրաթորը կանգնում է իր դեմքով աջակցություն է հայտնում ահաբեկիչների ոհմակին։ Մտահոգություն է հայտնում եւ որ կհետեւի գործի Ժանդամը հետեւի, ոչ մեկ չի պատրաստվում նայի թե Կտրիչ Ներսիսյանը թող գնա իր աղջկա ճակատագրով հետաքրքրվի, իր աղջկա ու թորների ապագայով հետաքրքրվի ու այդտեղ է իր հետաքրքրվելու տիրույթը։ Ինքը այստեղ հետաքրքրվելու տեղ չունի, առավել եւս վեհարանում անելիք չունի։ Քանի շուտ է առանց խայտարակվել, թող գրի ու գնա։ Դե դա գրել գնալով չի, ընդհանրապես կաթողիկոսին հեռացնելու մասին վերջին օրերին շատ է խոսվում, այդ թվում իշխանության ամենաբարձր ներկայացուցիչի կողմից, ասում է, եթե կամավոր չգնաց, ուրեմն նրան կհեռացնենք քրիստոնեաբար։ Դուք պատկերացնում եք ինչպես պիտի վեհարանից վեհապար հայրապետին հեռացվի քրիստոնեաբար։ Երբ որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական եկեղեցու որոշ պղծված սպասավորներ թևերը կշտեցին, սահմանադրական նորմը ոտքի տակ տվեցին, խախտեցին սահմանադրությունը ու մտան քաղաքականություն վեղարով ու խաչով, անգամ այստեղ սահմանադրության հետ որոշակի խնդիրներ անգամ ունենալով, կարծում եմ, որ պետք է հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ձեռնամուխ լինեն այս process-ին, ինչպես բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով։ Այլևս մեթոդա բանական առումով կարծում եմ մեր մեջ պետք է քննարկում չլինի թե ինչպես բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով վեհարանը պիտի ազատագրվի ահաբեկիչների քավոր հանդես եկող Կտրիչ Ներսիսյանից։ Այս ամեն ինչը չի բերի հասարակական ավելի լայն սուրճ երկփեղվածության բևեռացման վտանգների։ Այ այդ հասարակական երկփեղվածության մասին կարելի է խոսել եւ այստեղ էլ կոչ, հորդոր, խնդրանք իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր կհամարձակվեն ահաբեկչության քավորներին պաշտպան կանգնեն, դեմքերը հատիկ-հատիկ իդենտիֆիկացրեք, որովհետև սրանք Հայաստանի Հանրապետության ներսում գործող պետականության համար սպառնալիք են։ Վազգեն Գալստանյանը լավ ձայնագրություններից հասկացանք առնվազն, ինձ թվում է այստեղ անմեղության կանխավարկածի մասին խոսելն անգամ ավելորդ է, իհարկե օրենքի տեսանկյունից դա այդպես է, բայց ամեն դեպքում փաստերն այնքան խոսում են, որ անգամ սրա մասին խոսելն է ավելորդ։ Ու այն մարդիկ, ովքեր որ կանգնում են սրանց կողքին, այսինքն կիսում են ահաբեկչության այդ գծված սցենարը, կիսում են, որ պետքա ավտոբուսները մարդկանցով լիվառվեին, կիսում են, որ պետքա մարդիկ գյուլվեին, կիսում են, գլուխները պատին են տալիս, հատիկ իդենտիֆիկացրեք ու իրանց տաներից, իրանց բներից, իրանց չուլաններից հանեք, սա իրավապահներին է վերաբերվում, այս երկիրը որփի գլուխ չի էլի, որ ամեն մեկը տեղից դուրս գա, ուժային կենտրոնների հետ շփվի, Կիրենկոների ու չգիտեմ ինչերի հորդորով Հայաստանի Հանրապետության ներսում ներհայաստանյան հանրային համերաշխություն խաթարի, առավել եւս հոգեվորական, դուք ձեզ հաշիվ տալիս եք, այդ պաշտպանողները իրանց հաշիվ տալիս են առհասարակ, ես էլի եմ ասում, միջև այս պահը, միջև այս բացահայտումը մենք խոսում ենք այս մարդկանց շնանալու մասին, պոռնկաբարոկ կյանքի մասին, այդ փաստերը բավոր վերհանվեն, գլուխներդ որտեղ եք տանելու կողեք, դուք տեղյակ եք, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը առանց ամաչելու
Նախ ունի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ես խոսում եմ մի եպիսկոպոսի մասին եւ վստահաբար այդպիսի տեղեկություններ իմ մոտ շատ կա։ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ունի կին, երեխաներ, մի քանի սիրուհիներ, սիրուհիներից մի քանիսը կապը հաստատում մեզ հետ, ինձ հետ օրինակ, ներկայացնում է ձայնագրություն, որտեղ առանց ամաչելու հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը առանց հանդերձանքի դեպ ներկայանում է որպես հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, պոռնկանալ ու շնանալ դա մեղմ է ասված։ Դա մեղմ է ասված։ Թե ինչ ձեզ պատմել են, թե ինչ։ Սրանք պարոն Կիրակոսյան, սրանք այնքան մարդկային որակներից զուրկ են, որ անգամ չեն կարողացել իրենց հետ շփվող կանանց հետ հարաբերություններ կառուցել։ Ու այդ կանայք ստիպված են այդ փլուզված հարաբերությունների, փլատակների ողջ պերճանքը բացել ու դնել իմ առաջ։ Իրականում ինձ համար զզվելի է։ Նողկանք եմ ապրում, երբ որ այդ կեղտոտ սպիտակ եղենը բերում դնում են իմ առաջ։ Չեմ էլ ուզում մտնել այդ դաշտ, բայց ես ասեմ ինձ համար շատ ավելի զզվելի է, երբ որ նմանատիպ պղծված հոգևորականը վաղը մյուս օր պետքա մեր երեխաներին, մեր թոռներին կնունքի ծես իրականացնի կամ չգիտեմ հոգեհանգստյան ծես իրականացնի։ Դա ինձ համար շատ ավելի զզվելի է։ Նմանատիպ պղծված հոգևորականը իրավունք չունի հայ առաքելական եկեղեցու անունից հանդես գալու։ Սա անձնական դաշտում։ Հիմա այս անձնականը կարող ենք դնել մի կողմ հանգիստ, որովհետև այդտեղ նախ իրավունք չկա մարդու անձնական կյանքը, մարդու, եթե դա աշխարհիկ է։ Աշխարհիկները կարող են անել այն, ինչ օրենքով իրենց արգելված չէ։ Կուզեն մի հատ կին ունենան, 5 հատ կողքից ունենան, որևէ մեկի խնդիրը դա չի, որևէ մեկի։ Բայց երբ որ հոգևորականը կանոնագրքով երթում է տալիս Աստծուն, որ պետքա ծառայի Աստծուն, եւ իր կյանքը զոհաբերում է քրիստոնեական արժեքներին եւ ծառայում է հայ առաքելական եկեղեցուն ու զուգահեռ ապորինի կին ունի, ապորինի երեխա ունի, ապորինի սիրուհիներ ունի, շնանում է, պոռնկանում է ու դա անում է հայ առաքելական եկեղեցու սպասավորի անվան տակ ներկայանալով հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս։ Այդ եպիսկոպոսի հետ ես հարցեր ունեմ, որովհետև նորից եմ կրկնում, մեր հայրենակիցները կրակը չեն ընկել սրանց ձեռը, էլի, ընկնեն հայ առաքելական եկեղեցում խոշորացուցով ման գան մի հոգևորականի, ում կարելի է վստահել իրենց երեխաների մկրտման արարողությունը։ Հաստատ կրակը չեն ընկել։ Առավել եւս երբ որ սրանք աչքի են ընկնում ահաբեկչական նկարտումներով։ Ներողություն, հոգևորական սքեմ, այդ սքեմը շատ զգուշ, շատ զգուշությամբ փաղաքշանքով պետքա դրանց հակից անել, խաչը եւս պարանոցից հակից անել, վզակոթներին տված հայտնի ծակ ուղարկել։ Որ տարիներ շարունակ բռնության կոչ չի, իրանք որովհետև ինչի բռնության կոչ, դա բռնության կոչ չի։ Միքայել Աճապահյանը թող բարի լիներ Շիրակի թեմում սпасեր իրավապահներին, ոչ թե գնար Կտրիչ Ներսիսյանի փեշի տակ ծվարեր, որ այդ կոչը չլիներ, այն քաղաքացիները, որ ունեն խնդիր օրենքի հետ ու իշխանության ներկայացուցիչների իրավապահների գործողություններին ընդդիմանում են, իրավապահները այդտեղ ազատ են գործելու։ Սա բռնության կոչ չի։ Դիմադրությունը արժանանալու է շատ ավելի կոշտ հակազդեցության։ Սա բռնության կոչ։ Լավ է, ամեն ինչը ինչից սկսվեց։ Ինչ է ուզում եկեղեցին կամ եկեղեցու սպասավորները, ինչ է ուզում իշխանությունը, ինչից սկսվեց, ուր է գնում։ Ես հիմա Նիկոլ Փաշինյանին շատերը փորձում են քավության նոխաստը, այս շրջանակը, տերորիստների շրջանակը կամ տերորիստներին պաշտպանողների շրջանակը փորձում է Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իբրև հայ առաքելական եկեղեցու դեմ գործող գործչի, բայց ուզում եմ իրանց հիշողությունը թարմացնեմ, երբ որ 2018 թվականին արդարացիորեն մեր հայրենակիցները միստվար զանգված ոտքեր կանգնել ու ասում էր նոր վեհափար պիտի ունենանք ու Կտրիչ Ներսիսյանը չափորոշիչներին բնավ չի համապատասխանում, թաթախված է բիզնեսի մեջ, թաթախված է կրիմինալի մեջ, ունի երեխա, խախտելակուսակրոնության օրենքը իր ենթակա հոգևորականների վրա կոմպրոմատներ է հավաքում ու այսպես շարունակ Հայաստանի Հանրապետության վարչապետը նորընտիր Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ասեց ժողովուրդ ջան, հանգստացեք։ Մենք աշխարհիկներս իրավունք չունենք խառնվելու հոգևոր դասի կյանքին եւ աշխատանքներին։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ գիծը գծեց, որ պետությունն ու եկեղեցին տարանջատ են։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո աշխարհակաղակական կենտրոնների ուղղորդմամբ Կտրիչ Ներսիսյանի հովանավորությամբ եւ օրհնությամբ դաշտ նետվեց, փողոց նետվեց
տերորիստական նկրտումներ ունեցող մերօրյա Բեն Լադեն Վազգեն Գալստանյանը։ Խախտվավ այդ գիծը, այդ կարմիր գիծը իրենք խախտեցին, չունենալով բարոյական որևէ արժեք, բարոյականություն, բարոյականության մասին խոսում են մարդիկ, ովքեր պաղծել են կաթողիկոս կոչվածի Կտրիչ Ներսիսյանի ընտանիքը։ Դուք հասկանում եք մենք ուր ենք ասել։ Սա նոնսենս է ուղղակի, չի տեղավորվում բանական մարդու ուղեղում։ Այդ մարդիկ թևերը քշտած մտան քաղաքականություն։ Քաղաքականություն էլ մտել են չեն մտել, քաղաքական լեքսիկոն չեն օգտագործում։ Պարավ ջադվի նման առավոտից իրիկուն նստած անեցք են տեղում, բռնության կոչեր են անում։ Բանից պարզվում է նաև ահաբեկչություն են նախապատրաստում, որ իրականացնեն։ Պատերի տակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են գյուլում, մի հատ էլ այդ թափված արյունը փողով ուզում են առնեն կամ պլանավորում են, որ կառնեն, իրանց թվում է ամեն ինչ վաճառվում է, իրանց տերերի նման։ Ու ներողություն, այստեղ արդեն այստեղ այդ բոլոր գծերը, երբ որ թացը չորի հետ խառնված է, եկել է իրանց անունով կոչելու ժամանակը։ Ու այո, աշխարհիկները պետքա թևերը քշտած մտնեն եկեղեցին առողջացնելու, որովհետև էլի եմ ասում, այդ էտալոնային հոգևորականները, որ հիմա անկյուններում վախվորած Կտրիչ Ներսիսյանից ու նրա բանդայից այսպես խուսափելով փորձում են խնդիրների մեջ չխառնվել, այդ խնդիրները վեր չհանել ու լուծում չտալ, մենք չենք պատրաստվում հազարամյակներով մեզ ժառանգություն եկած հայ առաքելական եկեղեցին թողնենք այս պղծված սպասավորների ձեռքին։ Մյուս կողմից ասում են, որ սա քաղաքական նպատակահարմարությունից է, որ իշխանությունն այսպես է անում, սա քաղաքական գործիք է, հաշվեհարդար է, վախի մթնոլորտի ստեղծման ուղղված քայլ է եւ այլն եւ այլն։ Ինչն է հաշվեհարդար։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Վերջին հարցից վերաբերում էր մյուս կողմի գնահատականներին այն մասին, որ սա քաղաքական նպատակահարմարությունից դուրս գալով քաղաքական գործիք է օգտագործվում, հաշվեհարդար է, վախի մթնոլորտ ստեղծել է եւ այլն եւ այլն։ Ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը։ Եթե մյուս կողմը տրամադրված լիներ այնպես ինչպես իրենք, վստահեցնում եմ այդ հաշվեհարդարը վաղուց տեսած կլիներ, պատերի տակ մի քանի հոգու գյուլած կլիներ ու իրանց մեծ կտորն էլ ականջը մնացած կլիներ։ Այսինքն տերոր են նախապատրաստում Հայաստանի Հանրապետության ներսում, պետական պաշտոնյաների սպանություն են նախատեսում, նախապատրաստում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հայրենակիցներին հասարակական տրանսպորտի մեջ ողջ այրելու տեսարաններ են բեմականացնում ու դեռ հաշվեհարդարից են խոսում։ Ուրեմն իրավապահ համակարգը թող հիմա ականջները լայն բացի ու լսի։ Դատական իշխանությունը եւս։ Եթե Վազգեն Գալստանյանի նման ստահակն ու դուրս պրծուկը դուրս եկավ, լավ եմ անում, ասում եմ։ Իմ հայրենակցի արունը տենչացող տերտերը առավել եւս, તો դրան ինչ ասես պետք է ասեմ։ Ու ճակատին եմ ասել։ Ու եթե իրավապահ համակարգն ու դատական իշխանությունը այս տերորիստական նկրտումներ ունեցող ստահակին դուրս թողեց, մի հատ թոշագարու դաշնակ կար, հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր էմոցիոնալ պորտկումը։ Այդ էմոցիոնալ պորտկումը թափվելու է իրանց գլխին։ Կներեք էլի, այստեղ բան է, մատաղ կերած ուլ ենք, ինչ ենք, ում տեղն եք դրես ժողովրդին։ Ում տեղն եք դրեք, կամ դուք ով եք ընդհանրապես, ձեր տերերի հետ միասին, ով եք դուք, որ այս երկրի մեջ մի հատ էլ նոր մարտի 1 ու նոր հոկտեմբերի 27 պլանավորեք։ Մի քիչ շատ չեք ձեր այդ պագոնի տակ, վեղարի տակ թաքնված պագոնների վրա վեկալ է։ Մի քիչ շատ չեք ձեր վրա վեկալ է։ Մեր զրույցի առաջին հատվածում թեթև հպանցիկ անդրադարձ կատարեցիք նաև աշխարհքաղաքական կենտրոններին։ Այստեղ դրսի գործոնը, դրսի մատը, դրսի հետքը կա։ Միանշանակ կա։ Աշխարհաքաղաքական կենտրոններից ստացված տեղեկությունների մասին խոսել է այդ մերօրյա Բեն Լադեն Վազգեն Գալստանյանը։ Ինքն է ասել, որ աշխարհաքաղաքական կենտրոններն ինձ փոխանցեցին սա, փոխանցեցին նա։ Իր անմիջական շեֆը Կտրիչը Ներսիսյան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից Կոպիրկինի հիմնարկից Պուտինի կողմից մեդալն է ընդունել։ Այդ աշխարհաքաղաքական կենտրոնների կեղտոտ ձեռքերը չի երևում։ Այդ որ աշխարհաքաղաքական կենտրոնն է, որ 2018 թվականից սկսած չի հաշտվում նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։
Նույն աշխարհական կենտրոնի նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանի ներքին գործն է։ Թող իրանք տեսնեն, թող այս նազիր վեզիրները տեսնեն, որ անգամ իրանց տերերը այսպիսի իրավիճակներում իրանց նետում են վառվող թոների մեջ։ Տեսեք։ Կարծում եք սա ընդհանրապես այսպես հայտարարություն է, թե Ռուսաստանը ձեռները լվանում է, թե չի լվանում։ Նախ ձեռները լվանում է իր ապաշնորես խամաճիկների վրայից, որ ապաշնոր դուրս եկան։ Ժամանակից շուտ բացահայտվեց եւ այն քաղաքացիներին գյուլելու process-ը ի կատար չկարողացան ածել եւ ինչ որ առումով նաեւ սլակներն է փորձում իր վրայից թեքել, որ ընդհանրապես իրենք կապ չունեն, իրենք ով են, բայց Կիրենկոյի նշանակումն ու Կիրենկոյի գործելավոճը մենք գոնե թե ձեր տաղավարում պարոն Կիրակոսյան բազմիցս խոսել ենք, որ Կիրենկոյի նշանակումից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում սպասում են սրացումներ, ներհայաստանյան լարումներ, հանրային համերաշխության խաթարում։ Կիրենկոյի մուրազը փորն է մնալու։ Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընդգծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում ապրողը, այն փողով դրսից բերածները հաստավզերի մասին չի խոսքը, խոպանում բրիգադիրների մասին չի խոսքը, ասֆալտ փռողների բրիգադիրների, այդ միլիարդատերերի շրջանակի մասին չի խոսքը, այստեղ զրկանք կրող Հայաստանի Հանրապետության սահմանները իր երեխաների արյունով պահող քաղաքացին շատ լավ հասկանում է ինչա տեղի ունենում։ Ու Կիրենկոյի մուրազը այս առումով փորն է մնալու։ Ինքը եթե ուրիշ տեղեր հաջողել է, Հայաստանի Հանրապետությունում չի հաջողելու։ Այդ հաստավզերն էլ, որ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն, ովքեր են տեղափոխվում։ Տեղափոխվում են։ Սամվել Կարապետյանի մամուլում էլ այդպիսի տեղեկություն շրջանառվել, նաև ինձ առանձին օգտատերեր իմ Facebook-յան էջին գրում են եւ տեղեկացնում են, որ այդպիսի process-ները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս տեղի ունեն։ Այդ հաստավզերը, որ տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն, ես իրանց ընտանիքի անդամներին եմ հիմա ուզում դիմեմ։ Վստահաբար դրանք կունենան երեխեք, կին, երեխա, մայր, մեղք եք տղեկ։ Մեղք եք, ընենց մի արեք, որ ձեր երեխեքի վիզը ծուռ մնա, տարիներ շարունակ վիզը դեպի ձեր երեխեքի վիզը դեպի Հայաստանի Հանրապետությունում գործող քրեակատարողական հիմնարկների ուղղությամբ մնա։ Հայաստանի Հանրապետությունում չշշկռվեք բռնության միջոցով հարցեր լուծեք։ Ըստ ամենի կարող եք անել անցնել այդ քաղաքացիական բախումների վտանգավոր շեմը։ Ոչ, ես կարծում եմ չի կարող անցնել, որովհետև իրավապահ համակարգը իր տեղում է, իր բարձրության վրա է, նախ շնորհակալություն նաև ինչ այս համատեքստում այսքան քննարկեցինք, բայց սրա ճարտարապետներին շնորհակալություն չհայտնեցինք, շնորհակալություն ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, ներքին գործերի նախարարությանը այս ամենը բացահայտելու համար եւ հետայսու նաև ծրագրվելիք կարող ենք այլևս ասել Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունները հենց բնում խեղդելու համար։ Մեր իրավապահները իրենց բարձրության վրա են, որ պահին էլ իրավապահ համակարգը խեղճանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են այս բաշի բոզուկներին իրանց տեղը ուղարկելու, էլի, որտեղից որ եկել են։ Այս ընթացքում սրվեց նաև վարչապետ Հանրապետության առաջին նախագահ հակասությունը խոսքային մակարդակում նախ հանդիպում տեղի ունեցավ, Հանրապետության առաջին նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպեցին, որին վարչապետը գնահատեց որպես պետականնակործան եւ ազգակործան պատվաստների հանդիպում, հետո դիմանկար մի հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանին բնորոշումներ եւ այլն։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված։ Վարչապետ առաջին նախագահ, ինչ եք ժպտում։ Առաջին նախագահին ինչ ասեմ։ 97 թվականին պարտվեց իր վախերին, վախկոտ անձնավորություն անա, առհասարակ, գուցե կարդացած է, ոմանք նրան ասում են գրադարանի առնետ, այդպիսի անտանել։ Դե չենք վիրավորում, գրադարանի առնետ լավ առումով, առնետ բոլոր գրքերը ինքը կարծել եւ կարդացել է այդ առումով։ Գուցե կարդացած է, գուցե բան իմաց է, գուցե ունի լավ կրթություն եւ տիրապետում է մի քանի մեռած լեզուների, բայց քաղաքական որպես գործիչ ինքը վախկոտ քաղաքական գործիչ է։ 97 թվականին իր վախերով պայմանավորված պատերազմ թե խաղաղություն հայտնի հոդվածի հետքերով չգնաց եւ փողզիչում այն տարբերակով այդ 2016 թվականի քառորյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքները չկանխեց,
չգնաց փողզիջումային տարբերակով խնդիրների լուծմանը, հաջորդը 2008 թվականի մարտի 1-ին փախավ մտավ իր առանձնատուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թողեց մենակ, Ռոբին ու Սերժին հռչակեց իրան թիվ 1 թշնամին, այս Կտրիչ Ներսիսյանին մի 2 ժամ իր դռան հետևը կանգնած պահեց ու այդպես էլ չընդունեց, 2020 թվականի պատերազմից հետո սկսեց քիրվայություն անել հենց իր կողմից հռչակված իր քաղաքական ախոյանների հետ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգի հետ։ Բան կա էլ ասելու։ Այս Տեր-Պետրոսյանի մասով էլի բան կա ասելու։ Նրան ուղղված մեղադրանքները ավելի շատ եւ ավելի շուտ պետության անկախության ճանապարհը խաթարելու երկիրը մարիոնետային պետություն դարձնելու էս համատեքստերում էին։ Այդպես էլ կա։ Այդ Տեր-Պետրոսյանը չէր, որ ասում էր Ղարաբաղի լուծման բանալին Մոսկվայում, հա։ Մենք հələ Կտրիչի միջոցով նամակ ուղարկենք, բան անենք, բանագնաց ուղարկենք, ով կա այդ տերտերներից մեկն ու մեկի միջոցով մի հատ հասկանանք էլի Տեր-Պետրոսյանը առհասարակ այդ բանալին գտավ, չգտավ, ինչ կարծիք ունի այդ բանալու հետ կապված։ Ինքը չէր ասում, որ բանալին Մոսկվայում է։ Մոսկվայի ձեռքով չէր, որ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Մոսկվայի ձեռքով չէր, որ մեր մյուս միլիարդատերը, օրինակ Ռուբեն Վարդանյանը հանձնվեց Ադրբեջանին եւ հիմա Բաքվի բանտում նստած է։ Իրենք էլ դրա վրա այդ կրակի վրա ձեռքերը այստեղ տաքացնում են։ Կամ լավ Տեր-Պետրոսյանը կարող է այդ բանը ֆենոմենալ հարցին պատասխանել, իդ ոնց ստացվեց, որ Ղարաբաղ կոմիտեի մեջից հենց Իրան ընտրեցին որպես նախագահ։ KGB-ի կարող է Կտրիչ Ներսիսյանին, այսպես հռետորական հարցեր եմ հնչեցնում օդում, օրինակ Կտրիչ Ներսիսյանի հետ կարող է այդ պագոններն է իրանց կապում Խորհրդային Միության KGB-ի։ Չգիտեմ, այս հարցերին թող պատասխանի Տեր-Պետրոսյանը։ Իսկ այն, որ ինքը վախկոտ քաղաքական գործիչ է, ինքն է դա ապացուցել բազմիցս։ Վախկոտ, անսկզբունքային, ստախոս, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգին ինքը հռչակում է քաղաքական առումով իրեն թշնամի, 2020 թվականից հետո ինքը միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու առաջարկ էր, չէ՞ անգամ անում։ Հիմա կարծես թե խնդիր չի տեսնում Ռոբերտ Քոչարյան Սարգսյան զույգի մեջ։ Ինչ էր ասում Ռոբերտ Քոչարյան Սարգսյան զույգին, այն իր վերակտիվանալու տարիներին, ասում էր թաթար-մոնղոլական կառավարում է, թաթար-մոնղոլական արշավախումբ է, բանա, ավազակապետական համակարգ է։ Հիմա սրա գնահատականը թող տա մեր հայրենակից։ Այս սրացումների ֆոնին հնարավոր է ընդդիմադիր ճամբարում նոր վերածևումներ, նոր միավորումներ եւ նոր կենտրոն հենց առաջին նախագահի շուրջ, թե արդեն կգնացել։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, սրանք բոլորը քաղաքական դիակներ են։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասով դիակի հոտը իր շուրջ արդեն սկսել է տարածվել։ Տարիքի մասով եմ ասում, խղճուկ վիճակը, որ ինքն ունի տարիքի հետ կապված։ Սրանք քաղաքական դիակներ են եւ Հայաստանի Հանրապետությունում կարող են փորձել, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս գուբերնիստների եւ ծայրագավառիստների կողքին չի պատրաստվում կանգնել ու քաղաքական դաշտում պետքա գործոն լինեն բացառապես անկախական ուժերը։ Ես հաջորդիվ դրան էի գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահության առանցքը որ կողմում է իշխանություն, ընդդիմություն, հոգևորականություն, կամ ընդդիմություն գծիկ հոգևորականություն։ Այս տերորիստների ոհմակին աջակցող խմբակներին կոչել ընդդիմություն առավել եւս քաղաքական ուժեր մեղքա չի կարելի։ Այս ուղղությամբ հորդորում եմ ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքացիական պայմանագիր ֆրակցիային, որպեսզի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա ու այս քաղաքական ուժերին առհասարակ քաղաքական դաշտից դուրս մղելու օրակարգ առաջ քաշի։ Ուսեք օրեր առաջ, երբ որ այս դեպքը բացահայտվեց եւ ձայնագրությունն ու կալանավորված անձանց փաստը ի հայտ եկավ, Հայաստանի Հանրապետությունում գտնվեցին քաղաքական ուժ անվան տակ հանդես եկող շրջանակներ, օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցություն անունով, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն անունով, խորհրդարանում ծավալած Հայաստան դաշինք խմբակցություն անունով, այս շրջանակներին պետք է մեկուսացնել։ Տերորիստներին եք պաշտպանում։ Դուք տերորիստական խմբավորում եք։
ուղղակի թե անուղղակի, պարոնայք եւ տիկնայք ձեր մեջ եղած։ Դուք այս ուժերը իրավունք չունեն հաջորդ ընտրություններին մասնակցելու եւ եթե մենք ուզում ենք, որ այս տուրբուլենցիայի վերջը տանք, մեր հանրային կյանքը եւ հանրային համերաշխություն ու ինչ որ առումով հանրային պայմանագիր կնքենք մեր հանրության հետ, ինչ պետք է անենք, պետք է այսպիսի ուժերին ուղղակի դուրս մղենք քաղաքական process-ներից։ Ու թույլ տանք իրական ընդդիմություն ծնվի, օրվա իշխանություններին աշխատացնող ընդդիմություն ծնվի, եթե այս իշխանությունը կվերարտադրվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվենք ստանա հաջորդ ընտրություններում։ Առհասարակ ընդդիմությունը միայն այս ոհմակը մի բան է շփոթել ու մի բան է սխալ հասկացել։ Իրանց թվում է ընդդիմությունն են նրանք, ովքեր ավելի բարձր եւ ավելի կոպիտ են հայոյում օրվա իշխանություններին։ Ոչ, ընդդիմությունն էլ հավասարապես իշխանություն է իշխանության հետ երկրում։ Ու ընդդիմությունը, եթե իշխանությունն անում է լավ գործողություններ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների, պետք է ծափահարել ու ողջունել, ոգևորել, որ իշխանությունը այդ տեմպը պահի։ Եթե չի անում, իշխանության ականջից թղթով բռնած, պետք է ընդդիմությունը աշխատացնի ընդդիմությանը։ Սրանք շփոթել են այդ ամեն ինչը, սրանք բիսեդկայի են վերածել ազգային ժողովը, հայոյանքների տեղի են վերածել ազգային ժողովը, փողոցի են վերածել ազգային ժողովը, իրենց թվում է ով բարձր հայոյի, նա ավելի լավ ընդդիմադիր է։ Մենք հարցելու ավարտենք հիմա այս ստեղծված իրավիճակում առաջիկայում ինչ սպասել երկխոսության այդ ճանապարհով իրավիճակը հարթելու, հանդարտեցնելու, հանգստացնելու հնարավորություն կա, թե չկա, թե արդեն անցել ենք այդ անտառնալիության կետը, խորացում, սրացում, նոր ցնցումներ, ինչ սպասել։ Ես դեմ եմ երկխոսության։ Ում հետ երկխոսես։ Տերորիստների։ Վաղը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երկխոսելու համար մենք ստիպված լինենք իրենց դուրը գնալ, երբ որ իրենց process-ները իրականացրած կլինեն։ Մի երկու հոգու գյուլած կլինեն, էշերին ու անասուններին հանած կլինեն, ինչպես իրենք են ասում։ Վաղը կարող է ստիպված լինենք ու այդ անդառնալիության կետը անցած լինենք։ Ու ինչպես 99 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն էր կանչում երկրի իշխանությանը ոչ բարով երկխոսության, այ վաղը կարող է իրանց դաշտ հրավիրեն երկխոսության։ Երկխոսություն տերորիստների հետ չի կարելի։ Տերորիստների գլուխը հենց բնում պետքա ջարդել։ Բարի ուղիղ իմաստով կուզեք հասկացեք, կուզեք փոխաբերական իմաստով հասկացեք։ Տերորիստը, ահաբեկիչը, որ դուրս է գալիս, անթակույց ներկայանում է ահաբեկիչ իր երկրում, քաղաքական հարցերը փորձում է զենքի եւ ուժի դիրքերից լուծել, դրա գլուխը փոխաբերական թե ուղիղ իմաստով իրավապահ համակարգը, իրավապահները պետքա ջարդեն։ Օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված միջոցներով։ Փառք Աստծո, մինչև այս պահը իրենք չեն ընդդիմանում այդ խուզարկություններին, որ պահին կփորձեն ընդդիմանալ, իրավապահների համը կզգան իրանց բեննում։ Աստված հեռու պահի այդ փորձանքներից։ Իսկ երկխոսություն, առհասարակ երկխոսության տեղ չկա, այդ գիծը քաշել է պետք, հանրային կյանքը առողջացնել է պետք, քաղաքական դաշտը մաքրել է պետք ու 2026 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ներկայանալ է պետք։ Ներկայանալ է պետք ոչ թե Հայաստանի Հանրապետությունը պետքա լինի այս պետության գուբերնիան, այն պետության ծայրագավառ, այլ ներկայանալ է պետք անկախ ինքնիշխան սուվերեն Հայաստանի դիրքերից ու պետքա միասնական ճակատով այս հանրությանը գնանք ներկայանանք, թևերներս կշտենք ու ասենք այս երկիրը պետքա շենացնենք, ոտքի կանգնացնենք, ոչ թե այս բաշի բոզուկների նման երկիրը առավոտից իրիկուն ցնցումների միջով տանենք։ Մինչ այդ Աստված հեռու պահի մեզ փորձանքներից եւ մի տանից մեծի փորձություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։